Սիրելի հետևորդներ, բարի լույս բոլորիդ, ոնց եք, ինչպես եք։ Դե տեսնում եք, ես էլ արդեն խոհանոցում կոֆե պատրաստեմ, խմեմ, որ գնամ գործի, չնայած արդեն կոֆեն հեսա կլինի։ Եվ ինչ եմ ասում, ուզում եմ իմանալ ինչ կա չկա ձեր մոտ, այնքան դժվարությամբ եմ արթնանում եմ, որ աչքերս բացում եմ, տեսնում եմ մութը, ասում եմ ոյ, պիտի գործի գնամ, այս եղանակի դեմ եմ պայքարում, կռվում, որ տենց շուտ արթնանում ես, բայց մութ դրա համար եմ նեղվում, թե չէ գործից չեմ նեղվում, այնքանը չեմ սիրում այդ պահերը, բայց դե ինչ անենք, ամեն ինչի հետ էլ մարդ համակերպվում է, աշխատում է, մեկ բաժակ կոֆեն հանգիստ խմեմ, որ գնամ, էլի եկան դժան օրերը, այդ ձմեռը, ոչ թե, ես չգիտեմ, դուք ասեք, դուք ոնց եք, ինչպես եք, ինչ եք անում, պատրաստվել եք, հաստատ գիտեմ ձմռանը, Աստծուն փառք ամեն ինչ էլ կա, խանութներում ու մտքով ինչ անցնում է, կարող է առնել ու ուտել, ես այստեղ նորից չամիչ ունեմ, տեսնում եք, չամիչ ունեմ, բերել եմ, պետք է տենց սիրուն պոչերը հեռացնեմ, մաքրեմ, բայց դա գործից կգամ, հետո կանեմ, հիմա մի հատ իմ կոֆեն խմեմ, իմ սիրած անկյունում նստեմ ու վայելեմ։ Առավոտ շուտ, արդեն է, որ մարդուն կաթիլային են միացնում, սիստեմը այսպես ասած են, որ կատ տեղը գնում է, առողջանում է, հիմա իմն է, կատ, կում կոֆես խմում եմ ու ուղեղիս բջիջները թարմանում են, վերականգնվում են։ Այսօր չգիտեմ էլի կգնանք հողամաս թե ոչ, բայց դե երեկ լավ աշխատեցինք, մաքրելով չենք բրծնում, մաքրելով չենք բրծնում այդ հողամասի խոտերը, չորացած խոտերը, ամենադժվար էին եգիպտացորենի արմատներն, որ ահավոր է հլնում հողի միջից, դուրս գալի, թե աշաս ոնց է հանելու, չգիտեմ, այս շաբաթն էլ թռավ, աչքս բացում եմ, երկու շաբթի եմ, մեկ էլ հոպ, ուրախանում եմ, որ հեսա կիրակի է, շաբաթն է թռավ, օրերը թռնում են, ուրախանում եմ, որ վայ շուտ թողա կիրակի մնամ տանը, բայց մի կողմից եմ մտածում եմ, իմ կյանքից է անցնում, թռնում, գնում, այդպես, արձակուրդ էլ պետք է վերցնեմ, տեսնեմ, որ երբ եմ վերցնում, ոնց եմ վերցնում, անպայման պետք է վերցնեմ։ Հաստատ ձմռանը չեմ վերցնի, ձմռանը իմաստ չկա, վերցնեմ, նստեմ տանը, անկապ։ Այսպես խոսում եմ, կասեք Նազո, դու այդ արձակուրդը վերցնում ես հանգստանալու համար, թե անհանգստանալու համար։ Ես էլ ճիշտն ասած չգիտեմ, ձմռանը որ դի վերցնեմ, նստեմ տունը, դա չեմ անի։ Ուզում եմ այնպիսի ժամանակ լինի կամ հիմա, կամ գարնանը, որ հիմա էլ գործեր կա, հիմա էլ գարնանն էլ շատ գործեր կա։ Եվ շատ եմ սիրում առավոտ շուտ այս խաղաղ պահը, խաղաղություն, ոչ մի ձայն չկա, թե դրսում, թե ներսում, միայն այդ խաղաղությունը, որ խախտվի, ես կցանկանայի, որ այդ ձայնը լիներ աքաղաղի կանչային, քան եմ սիրում, որ սենց աքլորը կանչի առավոտ շուտ, հետի փոքրուց էլ իմ համար նշանակել է, որ այդ կանչը նշանակել է, որ շուտ արթնացեք, ով քնած է շուտ արթնացեք, ելեք ձեր գործերը արեք։
երեխա ժամանակվանից էլ այդպես էին մեջ տպավորվել։ Լավ գնացի, ինչ հանդիպում տանը։ Ողջույններ բոլորիդ, ես իմ խոհանոցում եմ և պարզ արդեն, որ խոհանոցում եմ ուտելիք բան պետք է պատրաստեմ և Լիլիթն էլ է միանում ինձ այսօր։ Բարև ձեզ։ Բարևում ու ասեմ, որ սիրելի հետևորդներ, մենք ձեզ շատ ենք սիրում։ Love you։ Այսօր Լիլիթն էլ է ինձ օգնում խոհանոցում, որոշել է ինձ օգնի ու պիտի ծավալը մաքրի։ Ու խոհանոցում ինձ Լիլիթը պետք է օգնի։ Եվ ինչ եմ պատրաստում։ Այսօր պատրաստում եմ մեր հայկական ավանդական հարիսան։ Դե ես գնացի։ Ինչու մի տեսակ ասեց, որովհետև Լիլիթը չի սիրում, բայց արի օգնի։ Ասեմ միսը, որ արդեն նախապես լվացել եմ, եռացել է, փրփուրն էլ վերցրել եմ։ Լիլիթը թող ինձ օգնի։ Ապրի Լիլիթը, մաքրի, սիրուն։ Իր մամային թող օգնի։ Ինչի, ինչա։ Ձեն հեշտը, նա էսի թողել է։ Միսը եռում է, պետք է ձավարն էլ մաքրենք, այսինքն այս սև հատերը հանի Լիլիթս։ Ավելորդ միայն թողում ես ձավարները։ Դե սիրուն մաքրի, ես էլ այստեղ բիբարն եմ մաքրում, բիբար սարքեմ։ Ради тебя, мама, я делаю все. А что? Ну что, не видно? Уже не надо наклеить. Չթափես, հեսա ես կվերցնեմ։ Հեսա թող մի քիչ եվվի, ձավարն էլ կլվանամ, կլցնեմ, որ ասեմ ես ահագին ժամանակ հարիսա չեմ պատրաստել։ Արդեն մոռացել ես։ Մոռացել եմ։ Աշոտը սիրում ա մերին, տանը չի, ինքն էլ ա շատ սիրում։ Լիլիթ, դու էլ էիր ուտում փոքր ժամանակ, մեծացար չես ուտում։ Ինչի՞ բայց։ Ես չգիտեմ։ Ինչու, բայց չես ուտում։ Մի րոպե Լիլիթ ջան, մի հատ կաթսա վերցնեմ, որ բիբարը սարքեմ արիսկում։ Այս բիբարն էլ Աշոտի զակազն է։ Մի րոպե։ Հա։ Այստեղ մի րոպե։ Այստեղից էլ այնքան Լիլիթին կխանգարեմ, չէ Լիլիթ։ Այո։ Բուսայուղ հանեմ։ Դժգոհ եմ տեղից։ Ինչ ես դժգոհ։ Որ աչի ծախեք, վանանում գնա մի հատ կաշկուն։ Լավ, վերցնեմ, քեզ չխանգարեմ։ Դու քո գործը արա։ Ես էլ ես։ Հա, ես էլ ես կաթսայի մեջ պղպեղը սարքեմ, վերջապես մի քիչ հենց այդ ծիծակներից ճարել ենք Աշոտի համար, որ թե չէ գնում գալիս ա, մամա սարքի։ Ծիծակ։ Հա։ Ճարել ես։ Այո։ Բա։ Դե ջուր եմ լցնում, մի քիչ բուսայուղ։ Չէ, հենց հաց ա ուտում, աշին հիշում ա ծիծակը։ Հա, հենց հաց ուտելուց հիշում ա, այո, ծիծակները։ Նույնպես երեք ասամ բան, եթե վաղը ծիծակ ինձ չարավ։ Վերջ։ Ամեն ինչ վերջացած է, չէ։ Այո։ Էսենցիա եմ լցնում։ Ոյ մաքրեց իմ մարալը։ Բա, տեսեք Լիլիթը ինձ ոնց ա օգնում։ Մի հատ պաչիկներ Լիլիթին պաչեմ։ Թողում եմ։ Իսկ կարելի է քեզ պաչել։ Մալը։ Մի րոպե, ինչ էի վերցնում մոռացա Լիլիթ։ Պաչիկները խանգարեց։ Այո։ Աղը, աղ։
Հա, եւ շաքարավազ, որը վերևում արդեն։ Դու Պեսոկ էլ եք լցնում։ Բա ինչ ենք անում։ Մի րոպե, սենց մարալես։ Մոքրիր։ Հա։ Սպասի շաքարավազ հենց։ Հետ ասա։ Սրդես գնաց։ Արի, հեսա կգնաս, արի։ Մամ, հեսա իրական։ Մամ, սոկոտ։ Լիլի, թե ինչ ես անում։ Թող մի քիչ եռա։ Հեսա ձավարը կլցնեմ։ Ահա, վայ ապրի Լիլի, թե ինձ ահագին են ոնց են ասում, առաջ գցեց գործերս առաջ տարավ, մաքրեց սա։ Սա այսպես, ուրեմն ինչ եմ լցնելու այդտեղ հանդապն ու տերևս։ Մի բջեղ սխտոր կտրատում եմ ընդամենը եռած արդեն և պետրուշկա հիմա տենց մի քիչ կտրատեմ, վերջում էլ եմ կտրատում թարմը, վերջում էլ կտրատում եմ, անջատում եմ ու նոր եմ կտրում պետրուշկան։ Հյութը արդեն եռած, համերը ստուգել եմ, ամեն ինչ նորմալ է, համը տեղը տեղին է։ Ես ինչ լավ բույր տարածվեց խոհանոցում, շատ լավ, ոյ սառնարանն է բաց ենք թողել, չնայած որ դուռը բաց է մնում, ծնգում է, ծլնգում է։ Աշոտի սիրած բխպեղները, ասում առանց սրա չեմ կարում հաց ուտեմ, մի հարել եմ, ախորժակ է, ախորժակ։ Լերում արդեն պրպուրը վերցրել եմ մսի ու ձավարը լվանամ լցնեմ։ Հարիսա է։ Եվ փակում ենք ինքը հանդարտ էփելու է, իհարկե հեսա մի քիչ էլ ջուր եռացնեմ, լցնեմ, ինքը հանդարտ քրքրթալեն պետք է էփվի մի քանի ժամ։ Այնքան էփվի, որ միսը ոսկրահան լինի, ոսկորներից անջատվի ու տենց թանձր մի հատ հավեսին համեղ բան լինի։ Կամաց, ինչ եփում են կամաց, որ ավելի հանդարտ կրակի վրա ավելի համեղ է լինում ամեն ինչ, ասեմ իմացեք։ Էսի սենց սիրելի հետևորդներս։ Հավեսին գունեղ բիբարներ են, չէ, ծիծակներ են։ Կարմիր, կանաչ, կարմիրն էլ համար լինելու, ես մի քիչ տապակվեն, աշոտը սիրում է լավ տապակված,
լավ տենց տապակված։ Մի քանի օր կուտի մինչև տեսնեմ այս բիբարներից որտեղից ճարեմ, մի քիչ հողամասից հավաքեցի, մի քիչն էլ Ամալիան ա տվել։ Հաճախս դադարք է, առանց քեզ նազելից։ Սա որ կտրատ եմ վերջում, այս էլ սկսեց եռալ, սեղանի շորի գույնը փոխել եմ, դեղինը չկար, սիրելի հետևորդներ, ամենալավ սեղանի շորերն են, այս սրբիճատիպ սեղանի շորերը, առաջ 100 դրամ էր, հիմա 120 ա դարձել, ասեմ, որ շատ լավն են, են մի տեսակը վերցրեցի, հոտ ա գալի իրանից, շատ տհաճ, ուզում ես դիրժավել, ինչ ուզում ես արա, ուզում ես մաքուր պահի, մեկ ա իրանից ահավոր տհաճ հոտ ա գալի, պատկերացրեք, որ աշոտը տղահալով, այսօր ասում մամա այս շորերը կգցես, ու ես էլ երեկ էի մտածել այդ մասին, դրա համար խանութից մի հատ ռոզվի վերցրեցի, մինչև դեղինը ստանան, սրանք դնում եմ ժավելի մեջ գույնը փոխվում ա, իսկ դեղինը դեղին էլ մնում ա, այդպես քրթալեն, հանդարտ, պետք է էփի, փակենք, սա էլ, համայրը արդեն սա էփվածը, իրանք մի քիչ թառամած բիբարներ են, նրան եմ նայում, համ նրան խառնեմ կողքը կանգնած, ձեռքի հետ էլ ես այս չամիչները անեմ, Ես լավ ա եղել այս անգամ վանը, ավելի տենց հատերը լավ ա եղել, դուրը շատ եկավ, բայց չի չորացել, ուղղակի ես չանչերից պետք է առանձնացնենք, հետո նոր էտ իրա պոչիկները, Ձեռերս լվանամ, սա անջատում եմ, բիբարը, դե անջատեցի, ուրեմ լավ արեցի, հիմա էլ պետրուշկա, տեսնում եք, անջատել եմ նոր եմ, պետրուշկան կտրատում, սենց ավելի լավն է, էսի սենց, մի պճեղ սխտոր սկզբից և ես էլ սենց, Հետել տենց, և սա ամենը չէ, սիրելի հետևորդներս, պարտադիր աղլցրել էի հյութի մեջ, բայց վերջում էլ պարտադիր աղ, որովհետև այդ հյութի աղը իրան աղի չի սարքելու, աղի էլ հիմա չի լինի, որ այդքան լցրեցի, չմտածեք, որ ինքը աղի կլինի, ահա պրծա, հեշտ է, շատ հեշտ է, խեղճ երեխես մեռավ ասելով, բայց դե որ չկար, դա էր ցավալի, թե չէ ինձ համար սարքելը խնդիր չէր, տենում եք մի քանի րոպեների բանա,
Թող բաց թողեմ բերանը, թող շուտ սառի, դնեմ սառնարանը արդեն։ Ահա, այստեղ չամիչներն են։ Քանի որ այստեղից բրծա, հեշտ ու հանգիստ դնեմ այստեղ, սա էլ մաքրեմ։ Հարիսան քրթքրթում է, եռում է։ Թող լավ եռա, էլ չեմ բացելու բերանը, թող դանդաղ եռա, բայց մի փոքր ջուր եռացնեմ, լցնեմ։ Ահա ջուրը անջատվեց։ Ջուր մնաց, ես էլ առեթից օգտվեցի, կոֆես վարել եմ, գնամ խմեմ, համեր չամիչ մաքրեմ։ Պատուհանը բացեցի, մի փոքր օդափոխվի, ես հենց անեմ, որ ինձ չխանգարի, այս կոֆեն ես սառն եմ սիրում։ Կառալյոկի սեզոնն է այս աշուտով, արդեն խանութներում նկատում եմ, որ կառալյոկ կա, բայց այն կառալյոկը չի, որ լավ գազարագույնը, չրի կառալյոկը չի, փոքր-մոքր կանանչ-մանանչ կառալյոկներ են, լավերից կլինի անցած տարի ինչքան առասարքեցի, Եղեգնաձորից եմ բերել ամբողջ կառալյոկը, ասեմ, որ Վայքում 550 էր, Եղեգնաձորում մենք 200 դրամով ենք առել, շատ լավ, նույն որակի, նույն չափի կառալյոկներ էր, հիմա այս տարի էլ, եթե էժան լինի, նորից Եղեգնաձորից կվերցնեմ, թող չորանա պոչերն էլ մի օր կհանեմ, կարևորը, որ են չանչերից ազատեցի պրծանք։ Ասի գցեմ ձեռքերը շիրա եղավ, լվանամ գամ։ Հարիսա էփելն էլ երկար պրոցես է։ Աշխատանքից եկել եմ, դրել եմ էփում ու դեռ պատրաստ չի։ Սա երկար էփվող ճաշատեսակ է, բայց դե տեսեք արդեն միսը ինչ է եղել արդեն իրարից տենց բաժանվում է։ Այս ընթացքում ասեմ, որ ես էլ հասցրեցի մազերս ներկել, դե իհարկե եղուններս էլ հետը ներկեցի սև ձեռնոց էլ դրել էի, են ինչա, ձեռնոցից անցավ։ Մամիշտան խանութ կամ։ Էսի ստեղ մի րոպե աշոտ, ես Հարիսայի միսը դնեմ թող սառի, որ այստեղ տեսեք արդեն ես բիբարը ես տեղափոխել եմ, այստեղ աշի, ինչ եղավ, աշոտի ուզածը կատարվեց, կդնեմ սառնարան, եղուններիս է դե չնայեք, արդեն ասեցի, որ սևացել է ներկից, միսը նայեք լավ էփվել է, հիմա ոսկորներից ազատեմ ու նորից հետ վերադարձնեմ կացայի մեջ, իհարկե ոսկորներն էլ մեր կատրիկները կուտեն։ Երեկվա հողամաս գնալուն է վերաբերվում, սիրելի հետևորդներ, ես մոռացա այդ օրը նշեմ, որ սև պղպեղը ես տնկի եմ վերցրել, տնկյանոցից, Եղեգնաձորից, մի հատ տատիկա վաճառում տնկիներ, իրանից եմ վերցրել ու տնկել եմ, հատիկներից չեմ ստացել այդ ծառը, ուղղակի հենց տնկին։ Ոսկորները կատվիկներին, մսերներ, չէ,
Դեռ էլի ունի էպել, ունես չի, որ լցրեցի ու վերջ։ Տեսա մի հատ լավ իրար հետ եռա, կհարեմ ու պատրաստ կլինի։ Արդեն որ սուտ չասեմ, մի քանի ժամ երբում է։ Եվ հիմա հարելու ժամանակն է, լավ հարեմ։ Սիրելի հետևորդներ, հարեցի մի լավ հարիսան, իհարկե ջրիկությունը դուք եք որոշում, ոնց կցանկանաք, ոնց կուզեք։ Թևերս էլ թուլացավ եւ այստեղ այ քեզ հարիսա մարդու հարակյատ ուժ տանում է թևերից։ Կարևոր չի, պատրաստ է աղտեղը համով եւ մի փոքր ես լցնեմ քիչ ու ըստ ճաշակի, ով ուզում է յուղար դնում է երեսը, ով ուզում է կարակ։ Այած, ըստ ճաշակի մարդ կա, որ յուղը շատ է դնում, մարդ կա, քիչ է դնում, մարդ կա, որ ընդհանրապես չի դնում։ Ահա, սա էլ հայկական ավանդական հարիսան, ասեմ, որ ինքը ծանր կերակրատեսակ է, առանց հացի եմ ուտելու։ Դե սիրելի հետևորդներս, լավ եղեք, առողջ եղեք, ինչ էլ կպատրաստեք կուտեք, միշտ առողջ ու ուրախ ուտեք։ Բոլորը չէ, որ իրար նման են պատրաստում, մեկը ունի իր տարբերակը, մյուսը իր, սա էլ իմ տարբերակն է, ուզեցի կիսվեմ ձեզ հետ, տեսնեք, ես իմ վլոգների ընթացքում չեմ նկարել հարիսան, հարիսա պատրաստել չեմ նկարել, բայց պատրաստել եմ, ասեմ, բոլորն էլ սիրում են բացի Լիլիթից, դե բարի գիշեր։